Գահերի պատերազմը Եվրոպայում։ Հարյուրամյա պատերազմը 1337-ից 1453 թվականներին միջնադարյան Եվրոպայի այն հակամարտություններից է, որի ընթացքում պարզ գաղափարական վեճը աստիճանաբար վերածվեց պետությունների կառուցվածքը և հասարակության մտածողությունը փոխող գործընթացի։ Այն սկսվեց, երբ Անգլիայի թագավոր Էդուարդ III-ը հայտարարեց իր իրավունքները Ֆրանսիայի գահի նկատմամբ, հիմնվելով մայրական ծագման վրա, մինչդեռ ֆրանսիական կողմը, պահպանելով ժառանգության ավանդական սկզբունքները, ընտրեց Ֆիլիպ VI-ին։ Սակայն այս հակասությունը միայն իրավական խնդիր չէր, դրա խորքում տնտեսական շահեր կային, հատկապես Ֆլանդրիայի հարուստ առևտրական շրջանների նկատմամբ ազդեցության հարցում։ Պատերազմի սկզբնական փուլերը ցույց տվեցին, որ միջնադարյան ռազմական ավանդույթները սկսում են կորցնել իրենց գերակայությունը։ Անգլիական բանակը, կիրառելով երկարաղեղը, կարողացավ վճռորոշ հաղթանակներ տանել, օրինակ Կրեսիի ճակատամարտում և Պուազիեի ճակատամարտում։ Այս մարտերում պարտվեց ֆրանսիական ասպետական ծանր հեծելազորը, ինչը խորհրդանշում էր ոչ միայն ռազմական, այլև ամբողջ մի դարաշրջանի մտածողության փոփոխությունը։ Պատերազմը ընթանում էր մի ժամանակաշրջանում, երբ Եվրոպան արդեն ապրում էր խորը ճգնաժամ, սև մահը կտրուկ նվազեցրել էր բնակչությունը, թուլացրել տնտեսությունը և փոխել հասարակության կառուցվածքը։ Այս պայմաններում երկարատև պատերազմը դառնում էր ոչ միայն ռազմական, այլև սոցիալական փորձություն։ Հարկերի աճը, տնտեսական դժվարությունները և անորոշությունը ձևավորում էին նոր հասարակական տրամադրություններ։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ հաղթանակը միայն մարտադաշտից կախված չէ։ Ֆրանսիայի թագավոր Շարլ V-ը ընտրեց յուծման ռազմավարություն, խուսափելով ուղիղ բախումներից և աստիճանաբար վերականգնելով ուժերը։ Այս մոտեցումը վկայում էր, որ քաղաքական հաշվարկը և համբերատարությունը կարող են նույնքան կարևոր լինել, որքան ռազմական քաջությունը։ 15-րդ դարի սկզբին հակամարտությունը նորից սրվեց, երբ Հենրի V-ը 1415 թվականին Ազենկուրի ճակատամարտում հասավ նշանակալի հաղթանակի։ Սակայն հենց այս փուլում պատմության մեջ հայտնվեց մի կերպար, որը փոխեց ոչ միայն ուժերի հարաբերակցությունը, այլև պատերազմի ընկալումը։ Ժաննա դ'Արկը դարձավ այն եզակի անձնավորություններից մեկը, ով կարողացավ համախմբել մարդկանց ոչ թե պաշտոնական դիրքով, այլ հավատով։ Նրա առաջնորդությամբ ազատագրվեց Օրլեանը, և պայքարը ստացավ նոր իմաստ։ Այն այլևս միայն գահի հարց չէր, այլ արժանապատվության և ինքնության խնդիր։ Նրա մահից հետո էլ այդ ներքին փոփոխությունը պահպանվեց և դարձավ ֆրանսիական հաղթանակի հիմքերից մեկը։ Պատերազմի վերջնական փուլում առավել ակնհայտ դարձավ նոր ժամանակների շունչը։ Ֆրանսիան սկսեց կիրառել հրետանի, և Կաստիլիոնի ճակատամարտում դա վճռորոշ նշանակություն ունեցավ։ Պատերազմը ավարտվեց, սակայն այն թողեց մի Եվրոպա, որտեղ իշխանությունը ավելի կենտրոնացված էր, բանակները ավելի կազմակերպված, իսկ ժողովուրդները ավելի ինքնագիտակից։ Այս պատմական ընթացքի մեջ առանձնահատուկ տեղ ունի անհատի ազդեցությունը։ Որոշ կերպարներ կարողանում են դառնալ ժամանակաշրջանի խորհրդանիշ։ Այդպիսի կերպար է նաև Լաքշմի բայը, ով 19-րդ դարում գլխավորեց հնդկական ապստամբությունը, դառնալով դիմադրության և ազգային արժանապատվության մարմնավորում։ Նրա կերպարը հիշեցնում է, որ պատմության տարբեր ժամանակներում, տարբեր աշխարհներում կարող են ծնվել առաջնորդներ, որոնց ուժը գալիս է ոչ միայն զենքից, այլ մարդկային վստահությունից։ Պատմական այս ամբողջ ընթացքը դիտարկված ժամանակի հեռավորությունից բացահայտում է մի օրինաչափություն։ Իշխանության համար պայքարը ժամանակի ընթացքում փոխում է իր արտահայտման ձևերը, սակայն պահպանում է իր հիմնական տրամաբանությունը։ Եթե երբեմն այն կապված էր կոնկրետ գահի հետ, ապա հետագայում այն սկսում է արտահայտվել ազդեցության այլ ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական կամ տեխնոլոգիական։ Հաճախ այդ պայքարը բացահայտ չէ, այլ զարգանում է ավելի բարդ և բազմաշերտ միջավայրում, որտեղ կարևոր են ոչ միայն ուժը, այլ նաև գաղափարները, ռեսուրսները և կազմակերպվածությունը։ Այսպիսով, գահերի պատերազմը Եվրոպայում ներկայացնում է ոչ միայն անցյալի իրադարձություն, այլ մի գործընթաց, որի արձագանքները շարունակվում են տարբեր ձևերով։ Պատմությունը այստեղ հանդես է գալիս որպես զարգացող համակարգ, որտեղ նույն հարցերը իշխանության, ազդեցության և առաջնորդության մասին վերադառնում են նոր պայմաններում, նոր բովանդակությամբ, բայց պահպանելով իրենց խորքային իմաստը։